Սա ուղղակի ծիծաղել է 21-րդ դարում, Սիրանու շտատի գաղտնալ զրույցները գաղտնալ լսել Ուզում ես ասել, որ պետությունը ինքը բավարար միջոցներ չի ներդնում, բավարար ուշադրություն չի դարձնում, անտեսում է, որովհետև թքած ունի sense բաների վրա, որովհետև կա մի մարդ, ով իսկ հնարավոր է, որ նաև այստեղ կա ինչպես բանները կասեն, ինտերես կա փողի, դրա համար ուշադրություն չեն դարձնում, որովհետև շատ են պնդումները, որ հենց բանկերի հետ կապված կարող են այս սխեմաները գործել եւ այս զեղծարարները իմիջիայլոց քեզ մի նոր բան հիշեցնեմ, դու նկատել ես, որ զեղծարարների խմբեր են իբր թե բացահայտվում ու ձերբակալվում եւ նրանցից որևէ մեկի անունը դու երբեք չես կարդամ որևէ դատարան մտած գործ չես տեսնի որևէ անգամ բաց դեմքով չեն տանի, որ դու տեսնես այդ կասկածյալին կամ հետո երբ որ հաստատվում է մեղադրանքը Բայց շատ լավ բան է, իսկ եթե հարցում անենք որպես օրինակ լրագրող թե ինչ վիճակում են օրինակ տեղափոխում ընդդիմադիրներին, եպիսկոպոսներին, ոնց են միանգամից հանրայնացնում, որ ինքը պետական դավաճան կամ չգիտեմ շատ լավ եմ տեսել, որտեվ լիքը տեղերում ներկա են եղել, ես էլ դու էլ ու իմ համար Հիմա հենց այստեղ գոնե իմ մոտ շատ կասկածելի են այս դրվագները, մանավանդ ասում են, որ հաճախ զեղծարարության զոհ դարձած մարդիկ, երբ որ գնում են ու սկսում են բողոքել, պետական համակարգում, օրինակ իրավապահները ասում են, այ մարդ, մենք մինչև դրանց գտնենք եւ այլն։ Այսինքն համոզում են, որ գործը չշալակեն, որովհետեւ չեն կարողանալու բացահայտել։ Այսինքն չեն կարողանալու, որովհետեւ տեխնոլոգիաներին չեն տիրապետում, թե չեն կարողանալու, որովհետեւ տաբու կա ինչ որ տեղ դրած, եւ դրանից այն կողմ հնարավոր չի։ Համենայն դեպս կիբեր հանցագործությունները եւ կիբեր սպառնալիքները մեզ մոտ արդեն դարձել են համարյա ամենօրյա ծանր հանցագործությունների բնույթ կրող բաներ, հա, իրադարձություններ։ Ես իսկապես կարծում եմ, որ ժամանակ չունեն, որովհետեւ այն ինչ որ կատարվում է այսօր ընդդիմադիր դաշտում, ուղակի այդ ապանդումները ամբողջությամբ համակարգը լծված է, բոլորին մեղելու, բոլորին, այո, դրա վրա։ Ու իսկապես եթե տես ֆիզիկական ժամանակը նայես, մարդկանց երևի թե չի երիքում։ Հարգելի ուսադիր մարդիկ զբաղվեք ձեր գործով։ Իսկ այն մարդկանց, ովքեր աստվածչանի կարող են բախտակից դառնալ զեղծարարության զոհ դարձածներին։ Ես կհորդորեմ չմտածեք, որ ինպես հենա մեդիագրագետ եք ու սխալ երբեք չեք գործի։ Ես իսկապես միշտ ծիծաղացել եմ այդ զեղծարարներին, որ տրվում են այդ բաների, որտեղ փոխել եմ։ Ես այնպիսի մարդկանց ես գիտեմ հիվանդանոցներից մեկի փոխտնօրենին, որ նավ բարձրանալուց անցած նախանցած տարի բավականին լուրջ մարդ, պրոֆեսոր մարդ նավ բարձրանալուց տեսնում որ հաշվին գումար չկա, այսինքն մի քանի միլիոն քաշել էին։ Մի քանի օր առաջ իմ բակում է տեղի ունեցել այդ դեպքը, որի ինչ-որ թոշակի կուտակած գումարն էին տարել, իդեպ մատենադարանի փոխտնօրենի մասին մամուլը գրեց բանկերից մեկի հաճախորդը եւ անհետացել էր ամբողջ դրամապանակ, այո։ Իմ հորդորը, եթե դուք հստակ ձեր բանկի, օրինակ նույնիսկ բանկից եթե ստանում եք ինչ-որ մեսիջ հետ զանգարեք բանկ, ծախսեք այդ 1 կամ 2 րոպե ժամանակ։ Իբր բանկ զանգել այդքան հեշտ բան է։ Դե եթե տենց նախ բանկերի այս կյանքում եւ երկրում ամեն ինչը դժվար է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես կարծում եմ ոչ մեկ չի ընկնի այդ ծուղակները, որովհետեւ իսկապես շատ անարդար է լինում։ Շատ անարդար է լինում, այլ հատկապես վատես զգում քեզ, երբ որ գիտես օրինակ մարդը, չգիտեմ, աշխատավարձը ստացել է ու իր կարևորը 16000 դրամը ինքը ինչ որ կորցրել։ Ես իմիջիայլոց գիտեմ մարդկանց, որոնք իրենց դրամապանակներին էլեկտրոնային գումար չեն պահում, կանխիկ ասում են հենց այս զեղծարարությունից խուսափելու։ Իա, բայց մեր բանը ցելոյով մարդ հասելա չի կարելի կանխիկ փող պահել։ Շուտով դաժե թաթիկներից խփելու է ինչ որ փայտիկ։ Որտեվ ընդեղ էլ հանցագործ կուղարկեն։ Չէ, որտեղ որտեղ կան կասի հաց առնելուց թաթիկույթ խփում են։ Կասի ապացուցի, որ այս ունեցվածքը դու վաստակել ես։ Այո։ Որտեղ մարդիկ 4 դասանում ինչ որ բան են նվեր ստացել, մինչև հիմա դատարաններում քարշ են գալիս։